Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի Արմավիրի մարզ տարավ, գյուղ Ակնաշեն։ Օրվա հյուրը դերասան Արմեն Քուշկյանն է։ Արմեն Քուշկյան, դերասան, ծնվել է 1983 թվականին Գյումրիում։ 22 տարեկանում տեղափոխվել է Երևան և ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Վահե Շահվերդյանի արվեստանոց։ 2011 թվականին ավարտել է նույն ինստիտուտի մագիստրատուրան։ 2009 թվականից մինչ օրս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է։ Նույն թվականից ղեկավարում է Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոնի թատերական խումբը։ 2010 թվականին աշխատանքի է անցել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում որպես թատրոնի ուսուցիչ և դասավանդել է այնտեղ ավելի քան 14 տարի։ Հյուրախաղերով շրջել է աշխարհի բազմաթիվ երկրներով, մասնակցել փառատոների և հաղթանակներ տոնել հանդիսատեսի համակրանք, լավագույն կերպարանավորում, լավագույն դերասան, լավագույն բեմադրիչ և այլ անվանակարգերում։ Արմեն Քուշկյանը հայտնի է առավելապես մոնոներկայացումների հանդեպ ունեցած իր սիրով։ 2015 թվականին Ապուշե մոնոներկայացման մեջ Իշխան Միշկինի դերակատարման համար արժանացել է Արտավազդ Հայաստանի ամենամյա ազգային թատերական մրցանակի որպես լավագույն երիտասարդ դերասան։ 2025 թվականին Արմեն Քուշկյանին շնորհվել է Արտավազդ հատուկ մրցանակ Սասունցի Դավիթ մոնոներկայացման համար։ Ողջույն, ես նախ շատ ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար և շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել ու եկել եք միասին թատրոնից խոսելու համար։ Այսօր մենք կխոսենք թատրոն արվեստից, թե ինչ է թատրոնը իրենից ներկայացնում, ինչի համար է պետք թատրոնը և ինչպիսին է ժամանակակից հայ թատրոնը, և վերջապես ով է դերասանը և ինչ գործառույթ է կատարում դերասանը թատրոնում և ընդհանրապես մարդկանց կյանքում։ Բայց նախքան բուն թատրոնին անցնելը, եկեք միասին նախ գնանք շատ հետ, դեպի նախնադար։ Այն ժամանակ, երբ որ մարդը նոր արդեն կապիկից ձևափոխված, սկսել էր ձևավորվել դառնալ մարդ, և այդ ժամանակվանից արդեն արվեստը սկսել է ուղեկցել կապիկ մարդուն։ Եվ այդ ժամանակվանից մարդը զբաղվել է արվեստով։ Հիմա ուզում եմ միասին փորձենք գտնել այ արվեստի այն 3 տեսակները, որոնք մենք անվանում ենք զտարյուն արվեստ, այսինքն այդ արվեստը ստեղծելու համար մարդուց բացի ուրիշ ոչինչ պետք չէ։ Ես եմ ու ես ինձնով կարող եմ ստեղծել արվեստ։ Օրինակ բերեմ, որ հասկանանք։ Նախնադարյան մարդը չէր կարող, չէ, ասենք, եթե դեռ չէր ստեղծել քանդակագործության համար գործիքներ, զբաղվել քանդակով։ Եկեք միասին գտնենք այն 3 արվեստի տեսակները, որի համար մարդուն ոչինչ բացի իրենից պետք չէր։ Ըստ ձեզ, որոնք կլինեն արվեստի այդ 3 տեսակները։ Փորձենք մտածել, ասա։ Երգ։ Շատ մոտ ես, երգելու համար պետք էր հնչյունների խումբը ճիշտ դասավորել, որպեսզի այդտեղից ինչ-որ բան դուրս գալ։ Երգը հետո է եղել, մի փոքր ավելի հետո, երգից առաջ այնտեղ մի հատ ուրիշ բան կա։ Լսում եմ։ Դե տես, թատրոնը ստեղծվել է շատ ավելի ուշ 5-րդ դարում, ավելի հետ ենք գնում, ավելի հետ։ Լսում եմ։ Նկարչություն, այո։
Որովհետև նկարչության համար մատից բացի ուրիշ բան պետք չէր մարդուն։ Ինքը կարող էր ավազի վրա ուղակի պատկերներ անել եւ ինքը կստանար արդեն արվեստ։ Ինքը չգիտեր, որ ինքը արվեստով է զբաղվում։ Ինքը չգիտեր, որ դա ստեղծագործել է, դա իրենից էր բխում։ Կամ օրինակի համար կրակը վառում էին, հետո այդ մոխիրը քսում էին պատերին։ Դուք հաստատ գիտեք այդ որմնանկարները հին ժամանակների, երբ որ մարդիկ պատկերում էին իրենց որսորդության դրվագները։ Ունեցանք նկարչություն, ուրիշ, լսում եմ, կավագործության համար նյութ է պետք։ Տես, ես եմ, եւ հիմա ինչ-որ նյութ է պետք, կավ է պետք գտնել, մշակել, լսում եմ։ Պար, այո։ Պարի համար մարդուց բացի ուրիշ բան պետք չէ, չէ՞, պարելու համար երաժշտություն էլ պետք չէր այն ժամանակ, որովհետև կարելի էր շարժվել, եւ դա արդեն իրենից պար էր ներկայացնում։ Ես եմ ու ես։ Եվ երրորդը, լսում եմ։ Կինո, Նախնադարյան մարդը, կամերան, որտեղից է գտել, սցենարը գրել, դերասաններին հավաքել, ռեժիսոր, օպերատոր, մոնտաժող, վերցրել ու սկսել է կինո նկարել իր մասին, չէ։ Լավ, ուրեմն եկեք խոսենք հենց այս այն ինչը գտել ենք, դրա մասին եկեք խոսենք։ Հիմա տեսեք, եկեք հիմա բացենք մեր գտած արվեստի տեսակների ամենապարզ տարը։ Հիմա երբ որ մենք ասում ենք ինչ է բառը, բառը ունի իր պարզ էլեմենտները, չէ՞, բառը բաղկացած է հնչյուններից։ Ահա, արվեստի տեսակներն էլ ունեն իրենց պարզագույն տարրերը։ Հիմա եկեք հասկանանք, որոնք են դրանք։ Նկարչությունը, ըստ ձեզ, նկարչության պարզագույն տարրը ո՞րն է։ Վրձին, մատիտ, չունեմ, ոչ վրձին ունեմ, ոչ մատիտ, ունեմ մատ։ Ձեռքը կա, բայց նայեք, որպեսզի ճիշտ հասկանանք, ասում ենք, չէ, բառը հնչյունից է բաղկացած, տարը հնչյուն է։ Այդ դեպքում նկարելու համար ես առաջին ինչ եմ անում։ Ներք չունեմ։ Ավազը կա, մատս կա, ես ինչ եմ անում։ Գծագրել, ուրեմն եկեք պարզեցնենք ու ստանանք գիծ։ Հիշեք, նկարչության պարզագույն տարը գիծն է։ Նկարչության հիմքում ընկած է գիծը։ Հիմա նկարչությունը իմացանք, պարի ժամանակ, պարի պարզագույն տարը, շարժում, այո, ես շարժվում եմ և դա պարի պարզագույն տարն է։ Երրորդ արվեստի տեսակը, որը չկարողացան գուշակել, այո, ով էր, երաժշտություն, երաժշտության համար մարդուն ինչ է պետք, ձեռքեր, ոտքեր, չէ, և ես կարող եմ ստանալ, այ հիմա երաժշտության պարզագույն տարը, որը կլինի, ըստ ձեզ, ռիթմ, այո, ռիթմն է երաժշտության պարզագույն տարը, հիմա եկեք հասկանանք, երբ է ռիթմը իրոք դառնում ռիթմ, սա ինչ է, սա ռիթմ է ձեզ, ոչ, սա աղմուկ է, սա քաոս է, այ երբ է հիմա այս քաոսը դառնում ռիթմ, ինչպես? Բարբերական հաջորդականություն, այդ հաջորդականությունը ես ինչպես եմ ստանում? Արանքներում ինչ եմ դնում ես? Այո, դադար, ռիթմը հիշեք, ծնվում է դադարից, ռիթմ նշանակում է ճիշտ տեղերում դնել ճիշտ պաուզաները, այսինքն խաղալ, տալ դադար, խաղալ, տալ դադար, խաղալ, տալ դադար, այս սա է ստեղծում իրական ռիթմը։ Հիմա արդեն գանք դեպի խոսք, թատրոնում բառը զգացողության ձայնային հապավումն է, փորձենք հիշել, զգացողության ձայնային հապավումը, այսինքն յուրաքանչյուր բառ ծնվել է մարդու զգացողությունից, երբեք մարդը չի նստել ու մտածել օրինակի համար հոսում է, ես ինչ է հոսում, լավ արի սրան ասեմ գետ անցնի գնա, չէ, զգացողություն է առաջացել, օրինակ երբ որ մարդը ձեռը տարել է կրակին և ասել է ախ, այդ ախը դարձել է ցավի զգացողության ձայնային հապավումը, ինչի համար են սա ես ձեզ ասում, բեմում արտաբերված յուրաքանչյուր բառ զգացողություն է, չի կարելի կանգնել բեմում և ուղղակի տեքստեր ասել, ուղղակի ասված տեքստերը երբեք չեն հասնում հանդիսատեսի հոգուն ու սրտին,
Այդ տեքստերի տակ պիտի զգացողություն լինի։ Դու պիտի փոխանցես քո զգացողությունը եւ արվեստը ինքը իրականում զգացողության փոխանցում է։ Հիմա գանք միասին դեպի թատրոն։ Թատրոնը ծնվել է շատ ավելի ուշ եւ ծնվել է ծիսական խաղից։ Ինչ է ծիսական խաղը։ Հին հույները ունեին ծես։ Դիոնիսոս աստծուն, որը պտղաբերության աստվածն էր, ամեն գարուն դամբարանից, քարանձավից դուրս էին հանում, երգով, պարով, ուրախությամբ տանում էին հրապարակի կենտրոն դնում էին, բոլորը երգում էին, ուրախանում էին, որովհետև բնությունը նորից ծնունդ է առնում։ Իսկ աշնանը, խոր աշնանը, լացելով, ողբալով Դիոնիսոսին տանում էին նորից թաղելու, որովհետև բնությունը մեռնում էր։ Եվ այդ ժամանակ բոլորը, քաղաքի բոլոր բնակիչները մասնակցում էին այս ծեսին։ Հիմա փորձենք միասին հասկանալ, այդ ոնց եղավ, որ ծեսը դարձավ թատրոն։ Հիմա այս հարցին պատասխանելու համար ես ձեզ տալիս եմ հաջորդ հարցը։ Ըստ ձեզ, որպեսզի կայանա թատրոնը, 3 ինչ կոմպոնենտներ են պետք մեզ։ Խաղ, ով ասեց խաղ։ Ապրես, ես ուզում եմ էլի ծապտանք այստեղ, այո, խաղ։ Այո, մենք եկանք հիմա մեջտեղից, տեսեք։ Այստեղ մենք ունենք խաղ, բայց այդ խաղի երկու կողմերում էլի ինչ որ բաներ կան։ Հանդիսատես, այո, որովհետև եթե դուք, ես գամ, դեպ չլինեք դուք, ես ինձ ու ինձ խաղում եմ։ Դա թատրոնն է, ներկայացում է, չէ, որովհետև դիտող չկա։ Մենք ունեցանք խաղ, հանդիսատես եւ չէ մնում ես։ Այո, դերասան։ Դերասան, հանդիսատես, ում կապում է ինչը։ Խաղը։ Ահա, հիմա վերադառնում ենք հին Հունաստան, որտեղ բոլորը միասին այդ խաղն էին անում։ Բոլորս միասին Դիոնիսոսի արձանը լացելով կամ երգելով տանում ենք կամ բերում ենք դամբարանից դուրս։ Հիմա ո՞նց է եղավ, որ այդ ծեսը, որին բոլորս մասնակցում ենք, որտեղ բոլորը դերասան են եւ բոլորը խաղում են։ Ո՞նց ինքը կարար թատրոն դառնար, ըստ ձեզ։ Կա դերասան, բոլորս դերասան ենք, չէ՞, որովհետև մենք այնտեղ այցի մորթիներ էին հագնում իրենց վրա, տարբեր կերպարանքներ էին ստանում, բոլորը սուտ լացում էին կամ սուտ ուրախ երգում էին, բոլորը դերասան էին, բոլորը խաղի մեջ էին։ Եվ խաղը կար, բոլորս դերասան ենք, չկար։ Հանդիսատեսը չկար, այսինքն ինչ պիտի լիներ, որ դառնար սա թատրոն։ Հանդիսատես, այսինքն ծիսական ամբոխից, մեզնից, որևէ մեկը, մեկ էլ կողքից պիտի կտրվեր ու նայեր մեր արածին։ Այսինքն չպիտի սկսեր խաղալ, պիտի ուղղակի նայեր։ Նայեր, հետո ասեր, հələ արի ստեղ, արի, դու էլ արի մոտես։ Էս ինչ էին անում։ Մենք էլ էինք անում էսի։ Հələ նայեն ոնց են անում։ Ու տեսեք, ծիսական ամբոխից մի քանիսը պոկվեցին, դարձան հանդիսատես եւ իրենց համար սա դարձավ ներկայացում, որովհետև իրենք սրա անմիջական մասնակիցը չէին։ Այսպես ծնվեց թատրոնը։ Ծիսական ամբոխից պոկվեց հանդիսատեսը եւ այդ ծեսը վերածվեց թատրոնի։ Հիմա փորձենք միասին հասկանալ ինչի համար էր պետք թատրոնը։ Լավ, հասկացանք, կողքից անջատվեցինք, կողքից նայեցինք, այտենց զբաղվեին այդպես մինչև մեր օրերը, հա, մենք լիքը ծիսական խաղեր ունենք, այդ բոլորս նայենք այդ խաղերը ու թատրոն չծնվեր այդպես էլ։ Բայց արի ու տես, որ թատրոնը մարդուն պետք է, որովհետև, ինչպես ասում է հույն փիլիսոփա Արիստոտելը, թատրոնը օգնում է մարդկանց ապրել կատարսիս։ Կատարսիս նշանակում է մաքրագործում։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք մարդուն, մենք ունենում ենք նույն զգացողությունները, ինչ այդ մարդը ունի, եւ մենք այդ զգացողությունները մեր միջից հանում ենք։ Ասում են եղել են դեպքեր շատ առաջներում, երբ որ ներկայացման ժամանակ եղել է գողի, սպանության տեսարաններ, բռնության տեսարաններ, եւ հենց դալիճից մարդիկ այդ հանցագործները վեր են կացել լացակումած ու խոստովանել են, որ իրենք այտենց բան արել են։ Այսինքն թատրոնը ունի այդ մոգական ուժը մարդուն հաղորդելու այդ զգացողությունը եւ մարդու մոտ առաջացնելու այդ մեղքի զգացումը։ Երբ որ ծնվեց կինոն, բոլորն ասում էին թատրոնը կմեռնի։ Թատրոն արվեստը կվերանա, բայց արի ու տես կինոն զարգացավ, թատրոնը կինոյին զուգահեռ շարունակեց ապրել, զարգանալ ու զարգանալ։ Ինչու՞։ Որովհետև Արիստոտելը այս հարցի պատասխանը տվել է։ Մարդու մեջ ի սկզբանե ի ծնե դրված է նմանակելու բնազդը։ Թատրոնը կյանքի փոքրիկ մոդելն է, այսինքն կյանքի կրկնօրինակումն է բեմում։ Եվ Արիստոտելն ասում է, այն ինչ կյանքում մեզ համար զզվելի է, թատրոնում դրա ճիշտ կրկնօրինակումը մարդուն հաճույք է պատճառում։ Օրինակի համար,
նստած եք երթուղայինի մեջ ու մեկը փրշտում է մյուսի վրա։ Հիմա ծիծաղեցիք։ Այո, իրական բանում իրավիճակում դա զզվելի է, անդուր, անհարմար իրավիճակ է, բայց բեմում էդի երբ ցույց են տալիս, բոլորը դրա վրա ծիծաղում են։ Դա հաճելի է, որովհետև դա կյանքի կրկնօրինակումն է։ Եվ թատրոնի հրաշքը գիտեք ինչու՞մն է կայանում։ Ես այս ամեն ինչը զգում եմ, բայց ես այս ամեն ինչի հետ կապ չունեմ։ Ոչ դերասանը, ոչ հանդիսատեսը։ Մենք խաղում ենք։ Եվ մեզ ներելի է այս խաղի մեջ ամեն ինչ։ Ես կարող եմ լինել չարագործ, կարող եմ լինել մարդասպան, կարող եմ խաղալ կնոջ դեր, կարող եմ խաղալ բարի մարդու դեր, քահանա լինել, ես դա կարող եմ, բայց ես դա չեմ։ Նույնը հանդիսատեսը, ես սա նայում եմ, սա ինձ ուզում է, բայց սա ինձ հետ կապ չունի։ Սա հրաշալի մի պատնեշ է դերասանի եւ հանդիսատեսի միջև, որտեղ բոլորը մասնակից են, բայց բոլորը կապ չունեն այս ամեն ինչի հետ։ Հիմա գանք արդեն թրիչքներով գնանք առաջ ու ես ձեզ փորձեմ արագ պատմել այդ զարգացումը թատրոնի։ Տեսեք, 5-րդ դար ծնվեց Հունաստանում թատրոնը, այսինքն սկսեցին խաղալ այդ ողբերգությունները, երբ որ մարդիկ հավաքվում էին միասին միտեղ եւ դերասանները խաղում էին, իսկ Հունաստանում դերասան կարող էր լինել միայն ազատ ծնված քաղաքացին։ Այսինքն ստրուկը երբեք դերասանությամբ զբաղվել չէր կարող, որովհետև դերասան լինելը դա բարձր պատիվ էր քաղաքացու համար։ Շատ հաճախ դերասաններին որպես դեսպան ուղարկում էին հարևան երկիր։ Դերասանները հարգված մարդիկ էին, անհարգի մարդիկ դերասանությամբ չէին զբաղվում։ Հետո արդեն, երբ որ եկավ ավելի առաջ գնացինք եւ Եվրոպայում մտավ թատրոնը փողոցային արվեստ էր։ Թատրոնով զբաղվում էին փողոցում, այսինքն մեր կրկեսները որ կան, դրանք փողոցից են եկել։ Մարդիկ արջերին, կապիկներին բերում էին քաղաքի հրապարակները ցույց էին տալիս, իրենք էլ խաղում էին։ Հենց իրենք էին երբեմն խաղում, փահլևան ենք ասում մենք, դուք չեք տեսել, ես ձեր տարիքում տեսել եմ այդ փահլևաներին, որոնք պարան անցկացնում էին բարձր բաների վրա եւ մարդը քայլում էր դրա վրա։ Եվ ներքևում կանգնած մեկը սկսում էր թամաշա անել, սա շոուի վերածել եւ փող հավաքել։ Հետո ուրիշ բաներ էին խաղում, կենցաղային շատ տարբեր բաներ էին խաղում եւ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին ատելով ատում էր այդ փողոցային խաղերը, որովհետեւ կաթոլիկ եկեղեցին գտնում էր, որ միայն սատանան կարող է ունենալ այս տեսակ դեմք, իսկ այդ հավաքված փողոցային մարդիկ բոլորը այտենց դեմքով ժպտում ու ծիծաղում էին։ Այն ժամանակ ես չկար, այս հոխոխոն, բոլորը լայն իրենց ատամները բացած հռհռում էին այս ամեն ինչի վրա եւ չէին գնում եկեղեցի պատարակին մասնակցելու, որովհետեւ պատարակները շատ անհետաքրքիր էին։ Այս այն ժամերով նստում մարդիկ լսում էին տեքստեր, որոնք անհասկանալի էին այդ մարդկանց համար։ Եվ ինչ արեց եկեղեցին։ Եկեղեցին որոշեց պայքարել թատրոնի դեմ։ Նախ ինքը դերասաններին համանում էր սատանաներ, թատրոնով զբաղվող մարդկանց թույլ չէին տալիս թաղել եկեղեցու տարածքում, այլ միշտ այն ժամանակ եկեղեցու շուրջ էին այդ գերեզմանները, միշտ եկեղեցուց դուրս էին թաղում։ Եվ որպեսզի հիմա այս ամեն ինչը իրանք բերեն մարդկանց գրավեն ու բերեն եկեղեցի, որոշեցին ներկայացումներ խաղալ եկեղեցում։ Այսինքն բոլոր այն աստվածաշնչյան պատմությունները, որոնք իրենք ուղղակի կանգնած պատմում էին, այդ ամեն ինչը բեմադրել, այսինքն բեմադրել Քրիստոսի հարությունը, Քրիստոսի ծնունդը, թե ինչպես Մարիամին հայտնվեց հրեշտակ ու ասեց, որ դու որդի ես ունենալու, այդ ամեն ինչը բեմադրում էին։ Ու տեսեք, ժամանակակից թատրոնը ունի բեմ, ունի այն որ փակվում բացվում է, վարակույր։ Այդ ամեն ինչը թատրոնին տվել է եկեղեցին, որովհետև չէր կարող Աստվածամայրը հավասար կանգնել սովորական մարդկանց հետ, ինքը պիտի բարձր դիրքում լիներ։ Չէր կարող Քրիստոսին մարմնավորող հոգևորականը լիներ կանգնած քեզ հավասար, ինքը պիտի քեզնից բարձր լիներ, դրա համար իրենք բեմ էին կառուցում եւ այդ բեմի վրա էին խաղում ներկայացումները։ Եվ մենք գիտենք, որ բոլոր եկեղեցիներում կա վարակույր, այդ վարակույրները փակվում, բացվում էին տարբեր առիթներով եւ այն եկեղեցին, որը ատելով ատում էր թատրոնը, որը թատրոնը համարում էր սատանայություն, բերեց թատրոնը եկեղեցի ու թատրոնին նվիրեց բեմն ու վարակույրը։ Հետո թատրոնը մտավ պալատ։ Այ ինչպես։ Հին ժամանակներում բոլոր կայսրերը, թագավորները հենց իրենց պալատներում ունեին եկեղեցիներ։ Իրենք չէին գնում սովորական մարդկանց հետ մտնում քաղաքի կամ գյուղի եկեղեցին։ Իրենց պալատում ունեին այդ եկեղեցիները եւ այդ ներկայացումները իրենց համար խաղում էին իրենց պալատում։ Եվ շատ թագավորներ, հատկապես Ֆրանսիայում էր դա ընդունված,
Սիրում էին իրենք լինել այն ավետաբեր աստղը, որն ասում է գնա ու տես մոգերին ծնվել է Քրիստոսը, այն հրեշտակը, որ գալիս է Մարիամին ասում է դու որդի ես ունենալու, այդ բաները, կայսրերը հենց իրենք էին հագնում այդ զգեստները եւ իրենք էին դառնում դերասաններ։ Այսպես թատրոնը մտավ պալատ։ Այն թատրոնը, որը փողոցից, խաղից, ծեսից սկսվեց, որը քարկոծվեց փողոցում եկեղեցու կողմից, մտավ եկեղեցի, հետո եկեղեցուց էլ մտավ պալատ ու դարձավ բարձրաստիճան արվեստի տեսակ։ Մենք խոսեցինք, որ թատրոնում կարևորը խաղն է։ Եվ այդ խաղի համար պետք է դերասան։ Այ ով է դերասանը։ Դերասանը այն մոգն է, որը միջոց է դառնում նյութի, գրական նյութի, բեմադրիչի եւ հանդիսատեսի միջև։ Դերասանը կապող օղակն է։ Եվ երբ որ, այսա շատ եմ ուզում, որ դուք ֆիքսեք ձեր մոտ եւ հիշեք, երբ որ ձեզ դպրոցում լինի, որտեղ լինի, տրվում է դեր, դա չի նշանակում, որ դա դուք եք։ Դուք միջոց եք այդ դերը խաղալու։ Ես ինքս դասավանդում եմ տարբեր տեղեր, շատ աշակերտներ ունեմ ու հաճախ նորեկները, երբ որ ես ինչ-որ դեր ես տալիս, ինքս վախենում եմ։ Ինքը այդ կերպարը սկսում է իր հետ ասոցացնել, որ իրեն կարող է հիմա ընկալեն այդպիսին։ Եվ ինքն ասում է, չէ, ընկեր Արմեն, ես դա չեմ խաղա։ Օրինակ եմ, ես չեմ խաղա, ասենք, գող, որովհետև կգան մամաս կնայի, կասի, «Էս ինչ ես խաղում, բա դու գող ես»։ Դու գող չես։ Դու մարմնավորում ես գողի կերպարը, դու ցուցադրում ես քո միջոցով հանդիսատեսը պիտի տեսնի եւ զգա այն ամեն ինչը, ինչ ուզում է բեմադրիչը կամ ինչ գրել է սցենարիստը։ Տեսեք, շատ հաճախ թատրոնով զբաղվում են մարդիկ, ովքեր թատրոնի հետ կապ չունեն։ Դերասանական կրթություն չեն ստացել, բայց իրենք խաղում են ֆիլմերում, խաղում են թատրոնում եւ իհարկե դա վիրավորում է դերասաններին, որովհետեւ դերասանական արվեստը դա բարդ դպրոց է։ Որն է դերասանի գործիքը։ Ջութակարի գործիքը որն է։ Ջութակը, դաշնակահարինը, նկարչինը, վրցին, ներկ, մատիտ, դերասանի գործիքը որն է։ Ես դերասան եմ։ Որն է իմ գործիքը, որով ես պիտի անտաղան դերասան եմ։ Բայց գործիքը ունեմ։ Հա։ Խոսքը, հետո այդ հավաքենք իրար հետ։ Խոսք, շարժում, տաղանդ, խելք, այդ սա հավաքենք միտեղ, ինչ կդառնա։ Երբ որ ես բեմ եմ դուրս գալիս, ես ինձնից բացի ուրիշ բան բերում եմ իմ հետ։ Հետևաբար իմ գործիքը ես եմ։ Դերասանի գործիքը ինքն է, եւ չի կարող այդ գործիքը լինել անմշակ։ Չի կարող օրինակի համար ինչ որ տեղ փողոցում սարքված առանց մտածելու ուղակի ինչ որ փայտերից sense կպցրած երաժշտական գործիքը նորմալ նվագի։ Չի կարող, չէ՞։ Եթե ես դրանից բան չեմ հասկանում, մա երկու փայ դնեմ, մեղեմ, մի հատ էլ լար քաշեմ ու գամ սկսեմ խփել, ասել, տեսա նվագում է, լավ էլ նվագում է, ինչ է եղել։ Նույնը դերասան, հա, որը կրթություն չի ստացել։ Էլ լավ էլ խաղում եմ, ինչ է եղել։ Նա ինչ ոնց եմ խաղում, տես ոնց եմ սուտ անում այս ամեն ինչը։ Կամ շատ հաճախ ասում են դերասան ես, մի հատ լաց եղի։ Դերասանությունը դրա մասին չի, ոչ լացելու, ոչ խնդալու մասին է։ Այ դրա համար պետք է անպայման անցնել կրթություն, որովհետև դերասանի գործիքը ինքն է եւ այդ գործիքներից մեկը խոսքն է, շարժումն է, զգացողությունն է, դերը հավաքելու, դերը կերտելու ճանապարհն է, որովհետև այդ կերպարը դու պետք է հավաքես, ես չեմ կարող հենց այնպես վերցնել ու խաղալ քեզ։ Ես պետք է քեզ ուսումնասիրեմ։ Իսկ քեզ ուսումնասիրելու համար ես պետք է ունենամ գիտելիքներ։ Ես պետք է հասկանամ պատճառը, հետևանքային կապը, այս ամենակարևոր բանն է թատրոնում դերասանի համար։ Հասկանալ, թե իր կերպարը ինչ է անում եւ ինչի է անում։ Յուրաքանչյուր դերասան պարտավոր է արդարացնել իր հերոսին։ Նույնիսկ եթե ես խաղում եմ չարագործ, ես պիտի արդարացնեմ։ Դա իմ գործն է։ Ոչ մի բան կյանքում հենց այնպես չի լինում։ Մարդիկ հենց այնպես չարագործներ չեն դառնում, գող չեն դառնում, ավազակ չեն դառնում։ Նույնն էլ երբեք ոչ մի մարդ հենց այնպես բարի չի։ Ինչ որ մի բանի համար է բարի։ Այդ դերասանի գործը գտնել եւ ձեզ ցույց տալ ինչի է որ այսպես է լինում, որ հետո դուք արդեն երբ որ մարդուն տեսնեք փողոցում, մի անգամից չասեք ինքը չար է, վերջ, իր այդ չեմ շփվում։ Ինքը բարի է, ինքը լավն է, ինչ գիտես։ Ինքը գուցե բարի խաղում է ու գուցե լավ է խաղում։ Մի բան էլ ասեմ ձեզ ու արդեն անցնենք հենց բուն դերասանական աշխատանքին։ Թատրոնում չկա ճշմարտություն։ Հենց սա ճիշտ է եւ վերջ։ Միշտ յուրաքանչյուր ներկայացում, որը դուք նայում եք, դա ճշմարտությունների բախում է։ Սա նման է գիտեք ինչի։
գերան է դրված է անդունդի վրա եւ երկու այծեր մոտենում են իրար տարբեր կողմերից։ Երկու ճշմարտություն։ Այս այծն ասում է ես պիտի անցնեմ։ Ես ասում եմ ես պիտի անցնեմ։ Երկուսն էլ ճիշտ են, չէ՞։ Երկուսն էլ եկել են անցնել, երկուսն իրենց ճիշտ ունեն։ Ինչ է տեղի ունենում։ Կամ պիտի իրար խփեն, մեկը ընկնի, մյուսը շարունակի ճանապարհը, կամ պիտի իրար խփեն, երկուսը ընկնեն, կամ պիտի մոտենան, հետ գնան, կամ պիտի խփեն ու հետ գնան։ Սա արդեն լուծումներն է։ Ուրեմն թատրոնը երկու ճշմարտությունների բախումն է, որի դեպքում ոչ թե հաղթում է մեկի ճշմարտությունը, այլ երկու ճշմարտությունների բախումից ծնվում է երրորդ ճշմարտությունը։ Ռոմեո Ջուլիետի պատմությունը, որը երկու ընտանիքների թշնամական ընտանիքների պատմություն է, երկուսը ընտանիքներ իրար ատում էին, թշնամի էին, բայց երկու ընտանիքներից տղան ու աղջիկը սիրահարվեցին, փախան եւ այդ ճանապարհին փախուստի երկուսն էլ մահացան։ Այսինքն երկու այծեր, թշնամի այծեր, եկան, տեղի ունեցավ բախում, ընկան բանը, անդունդը եւ այստեղից հանդիսատեսը վերցրեց մի ճշմարտություն։ Ատելությունը չարիք է, ատելությունը մահ է բերում, չարիքը չարիք է ծնում։ Եթե մենք մտածենք, հա, կապուլետները ճիշտ էին, հա, տեսար ինչ վատ էր, սենց կամ սրանք էին ճիշտ, սա արդեն արվեստ չի։ Սա արդեն բացարձակ հեռու է արվեստից։ Պիտի միշտ ծնվի երրորդ ճշմարտությունը, որը հանդիսատեսը պիտի հասկանա։